Պարոն Սիմիդյան, դուք ասացիք, որ գործը հեշտացնում եք, առաջիկայում գիտեմ, որ դուք մեծամասնություն եք, ինչ էլ որ ստեղ ընդդիմությունը խոսամ եք այսօր ենք հանձնելու է, ես հարցի մի այլ կողմից եմ ուզում նայեմ, իսկ այդ ընթացքում, որ մաքրման աշխատանքներ տարվեն, դուք այդ գործը հեշտացնեք, վերահսկողության մեխանիզմները ո՞նց է լինելու, որ օրինակ այդ գետի մաքրման աշխատանքների արդյունքում, օրինակ ով է որոշելու, այս ծառը կտրվելու է, թե չի կտրվելու, օրինակ այս մի գործառույթ արվելու է, չի արվելու, նմանատիպ բաներ էլ, ասենք դա մի քիչ լավ է այդ, որ բյուրոկրատիան քչացնում ենք, բան ենք անում, բայց որ ունքը դզելու տեղն էլ աչքն էլ չանենք, այդ էլ է մտահոգիչ, կուզեմ դրան անդրադառնանք։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, դրա հետ կապված մենք այս հովանավորությամբ Հայաստանի Հանրապետությունում ունենք կարգավորումներ, թե ինչպես պետք է գետերի հուները մաքրվեն, գետերը մաքրվեն ընդհանրապես։ Դրա հետ կապված ստեղծվել է աշխատանքային միջգերատեսչական խումբ, որի մեջ տարբեր գերատեսչություններ են մտած եւ որպես օրինակ վերցվել է երկու գետ, Սևանթափող երկու գետ, եւ այդ երկու գետի վրա կատարում է հիմա այդ միջգերատեսչական խումբը իրականացնում աշխատանքներ, որ ուսումնասիրություններ իրականացնելու ու դրա հիման վրա արդեն կստեղծվի այն համապատասխան կարգը, թե մենք ինչ կարգով ենք գետերի հուները մաքրելու, թե ինչ ձևով են գետերի հուները մաքրելու, եւ այն հարցերը են շատ ճիշտ հարցեր դուք տվեցիք, այդ հարցերն էլ քննարկվելու են ու այդ հարցերի հետ կապված նաեւ լուծումներն է, թե որ գերատեսչությունը օրինակ որոշելու, թե ասենք այդտեղ չպետք է կառուցվի ինչ-որ շինություն, թե ծառը ոնց պիտի կտրվի, ով պիտի կտրի, ինչ չափանիշների հիման վրա պիտի կտրվի, այսինքն չափանիշները մշակվում ու այդ համաձայն այդ չափանիշները արդեն այդ կարգացվելու են մյուս գետերի մաքրման վրա։ Այդպես վարժություն ենք իրականացնում։ Շատ լավ, շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում մենք ականատեսն ենք լինում, երբ որ ինչ-որ մի գործ անելուց կապ չունի գետի հուն են մաքրում, թե ինչ-որ միտեղ շինարարություն են անում, ասեն որ երրորդ դեպքն է, պուրակ սարքելուց կամ մենք տեսնում ենք ապօրինի ծառահատումներ։ Օրինակ շինթույլտվություն են տալիս դպրոց սարքելու, գնում ես տունից եղևնիները կտրված։ Այս վերջում է Դիլիջան համայնքի հետ կապված էլի աղմկահարույց դեպքը, դրանից առաջ էլ մի քանի օր առաջ էլ մենք նաև բուսաբանական այգու, այսինքն ինչ որ մեկը իրան վերապահում է, շատ դեպքերում է նաև ռիսկեր կա, որ նաև հետ ողորում են անում, այդ թղթերը բանը հետո են պատրաստում, որ ծառերը կտրում են, հետո նոր թուղթը բերում դնում տակը, այսինքն խնդիրներ կա, որ մարդիկ, ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել նմանատիպ գործընթացներին, որ սա եւ կոռուպցիոն ռիսկեր է, եւ դատախազության գործեր է, մարդիկ տապորինություններ են գործում, իրանք են որոշում ծառը կտրեն, չկտրեն, այս մի գործառույթ անեն, չանեն, այսինքն դրա համար պետք է այդ եւ օր առաջ պետք է լինի այդ չափորոշիչները, թե մարդիկ ինչ լիազորություններ ունեն անելու, ինչ չունեն ընդհանրապես ոչ մի բանի ձեռք չտալու, որևէ մի բանին ձեռք չտալու։ Եվ դրա համար ես եթե բանը գործընթացը գնում է, մենք էլ մեր պատրաստականություն ենք հայտնում նման բաներ անելուց, մենք միշտ պատրաստ ենք, որ մենք էլ մեր ինֆորմացիայով, մեր գիտելիքներով, մեր կարողականությամբ օգնենք։ Պարոն Դալյան, ես արձագանքեմ, հենց մեր խոսակցությունից կարծում եմ արդեն ունեք տպավորություն, որ եթե մեծամասնություններ ենք, եթե օբյեկտիվ ճշգրիտ դիտարկում կա, կդիտարկենք, բայց եկեք այսպես պատկերացնենք, ծառ հատելը գետի հունի դեպքում այլ է, մասնավոր տարածքում, սեփական տարածքում այլ է, ես հիմա ձեզ ես օրինակ հիմի, եթե մասնավոր մարդը իր սեփական տարածքում ծառ է հատում, մենք ունենք նախագիծ, մենք ունենք պատկերացումներ, թե օրինակ այդ դեպքերում ոնց պետք է արձագանքենք եւ օրենսդրությունը նպատակ ունենք փոխելու, որ անգամ եթե քաղաքացին իր սեփական բակում ծառ է հատում, պետք է դրա համար գոնե համայնքին տեղեկատվություն փոխանցի, բայց նաեւ հասկանում ենք, որ սա պետք է այնպես անել քաղաքացիներին իրազեկելով, աշխատելով, որ օրենսդրությունը չանենք, հետո մարդիկ ասեն մենք մեր բակում մեր ծառը ուզում ենք հատենք, հիմա մենք մի հատ էլ դրա համար պետք է կամ տեղեկատվություն կամ թույլտվություն վերցնենք, ձեր դիտարկումները ճշգրիտ են, ճիշտ են, մենք այդ ամեն ինչի վերաբերյալ մեր պատկերացումները ունենք, կարող նաև իրար հետ աշխատենք,
կամ պատկերացումներ, նախագծեր, որոնք կգան իրավական կարգավորումները կտանք եւ այդ հարցերը կլուծեն։